Հենց շանկացած են տեսնում, մի անգամից տարեք կատաղության դեմ պատվաստեք։ Բոլոր մասնագետները ինչ որ չափով առնչվում են այս ոլորտին։ Եթե մի բան կանխարգել ես, բուժմանը չես հասնի։ Աուտիզմի ու պատվաստանյութերի միջև կապը։ Դες ինչի տպագրել է այդ հետազոտությունը։ Ինչ են վախում, խուսափում որոշ բժիշկներ պատվաստումներից։ Կարմրուկը սպეციფიկ բուժում չունի։ Բարև ձեզ բժիշկ Մարության ջան, ո՞նց եք։ Բարև ձեզ, լավ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կուզեմ մի հատ կարճ ներկայանաք։ Դե արդեն աստիճան ես բժիշկ Մարությանն եմ, Լիլիթ Մարության, մանկաբույժ։ Կարծում եմ բավարար է։ Եկեք այսօր քննարկենք բժշկության կարևորագույն ճյուղերից մեկը, կանխարգելիչ բժշկության պատվաստումների թեման։ Շատ կարևոր թեմա, որի մասին շատ չի խոսվում, չէ՞, հիմնականում խոսում են հիվանդությունների մասին, բուժման մասին, բայց եթե մի բան կանխարգել ես, բուժմանը չես հասնի։ Եկեք ուրեմն մի անգամից սրընթաց անցնենք մեր առաջին հարցին։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված բժիշկների վախերը պատվաստումների հետ կապված։ Ինչ են վախում, խուսափում որոշ բժիշկներ պատվաստումներից։ Կարծում եմ սխալ ինֆորմացիայից եւ մի փոքր գիտելիքների չասեմ պակասից, բայց երևի տենց շատ չեն թարմացրել վերջին նորությունները կամ գիտեք երևի խնդիրը ինչից է գալիս նաեւ որ մենք գոնե ես երևի դուք էլ ենթադրում եմ եւ մնացած բժիշկներն էլ չենք ունեցել հնարավորություն մեր համալսարանում եւ հետո հետբուհական այդ տարիներին չենք ունեցել նման կուրս։ Դուք ունեցել եք, մենք չենք ունեցել։ Չեմ հիշում։ Եվ ավելին ասեմ, հիմա էլ պատվաստումների թեման շատ թռուցիկ է ուսումնասիրվում, ինչ որ կուրսեր բաների այդ հանրային առողջության ցիկլի ժամանակը կարծում եմ չէ, որոշ մասը ինֆեկցիոն հիվանդությունների եւ որոշ մասը համաճարակաբանության կտորում է ուսումնասիրվում, բայց առանձին որպես մի կարևոր թեմա, որը իրոք շատ կարևոր է եւ դրանից իրականում կախված է բոլորիս առողջությունը, դա չի ուսումնասիրվում ու տենց մնում է թերի, եթե ինչ-որ գործի առումով, իսկ մանկաբույժները հենց գործի առումով են առնչվում, այսինքն ստացվում է, որ այդ պրևենտիվ բժշկության այդ մի մասը մանկաբույժինն է, ընտանեկան բժշկինն է եւ թերապևտինն է։ Կատարումն է իրենց, թե չէ ոլորտը բոլորինն է, որովհետեւ եթե դու վիրաբույժ ես եւ քո մոտ եկել է վնասվածքով պացիենտ, դու առնվազն պետք է իմանաս իսկ ինչից բացի, այդ մշակումից, կարից եւ այլն վիրահատությունից ուրիշ ինչի մասին զգուշացնես պացիենտին, ինչ հարցեր տաս, կամ շանկծած է, կամ այլ մի ոլորտ է, կամ փայծախն է մարդու հեռացրած եւ քեզ են որպես այլ օրինակարունաբան կամ այլ մասնագետ, այսինքն բոլոր մասնագետները ինչ որ չափով առնչվում են այս ոլորտին։ Շատ լավ, շանկծածից խոսացինք։ Հիմա բժիշկները հենց շանկծած են տեսնում, մի անգամից տարեք կատաղության դեմ պատվաստեք։ Այս չեմ հասկանում, ոնց է որ մի մասը բոլորը համաձայն են որ պետքա կատաղության դեմ պատվաստեն, բայց բնացած պատվաստանյութերի հանդեպ մեկը վախը կա։ Երևի այդ միֆերի շարքից է, որ կան, չգիտեմ, լավ ու վատ հիվանդություններ կամ վտանգավոր եւ ոչ այնքան, դե բոլորն էլ գիտեն, առնվազն բժիշկները, որ նույն կատաղությունը, նույն փայտացումը իրենք բուժում չունեն։ Այսինքն եթե զարգացավ, երևի այդ հնուց եկած վախն է, որ բուժում չունի, բայց իրականում շատ հիվանդություններ, որ էլի կա մեր ազգային օրացույցում եւ կատարվում է եւ անվճար է եւ հասանելի է, մարդիկ չեն կատարում եւ նույն բժիշկներն չեն խրախուսում, բայց իրենք էլ են մահացու։ Նույն պոլիոմիելիտը բուժում չունի, նույն մարդու պապիլոմավիրուսը, երբ որ վարակվում է մարդ, բուժում չունի։ Շատ նույն կարմրուկը սպეციფიկ բուժում չունի, այսինքն եթե մարդու բախտը բերի եւ թեթև տանի
կամ որոշ բարդություններով դուրս գա, բայց կարող է եւ այլ ելք լինի։ Նույն գիպատիտ B-ն սպეციფიկ բուժում չունի, եւ եթե նույն օրինակ երեխան մինչեւ 1 տարեկան վարակվեց, ինքը ամբողջ կյանքի համար արդեն խնդիրներ ա ունենում լյարդի հետ եւ քաղցկեղ անգամ կարող է զարգանալ, ու սենց կարելի է անverջ շարունակել բոլոր այդ կանխարգելվող հիվանդությունների վերաբերյալ խոսալ։ Այս վերջերս միասին զրուցում էինք Քենեդու հետ կապված, որ ինքը հեպատիտների մասին ելույթ ունեցավ, չէ՞։ Հիմա ձեզ այդ ոնց կազդի Հայաստանում բժշկության վրա կանխատեսում որպես չեմ կարծում լավ կազդի։ Ցավոք հիմա նենց է ստացվել, չգիտեմ աշխարհը ոնց է տեղ հասավ, բայց նենց է ստացվել, որ ինչ-որ մի բաների մասին մարդիկ խոսում են, ովքեր դրա մասնագետը չեն, դրա փորձագետը չեն, անգամ գիտելիք չունեն էլեմենտար դրա մասին, բայց որոշում են կայացնում, խոսում են դրա մասին հանրային, հարթակներում, ու ամենավատը նա է, որ մարդիկ լսում են, հավատում են, այսինքն ոնց որ մի հատ չեն նորից ստուգում, բայց շատ բաներ, երբ որ բժիշկն է խորհուրդ տալի, 1000 ձևով ստուգում են, որ բայց բժիշկն է խորհուրդ տվե, իսկ ինչ որ մի, այսպես ասած, դիվանն է էքսպերտ, որ ինչ որ մի բան հայտարարի, մարդիկ լսում են, ես միշտ այդ եմ ասում ծնողներին, ասում եմ դուք ոնց եք ձեր երեխայի կամ ձեր առողջության հետ կապված ինչ-որ լուրջ որոշումներ կայացնում ինչ-որ ոչ մասնագետի խորհրդով։ Այդ իմ համար անհասկանալի է։ Ցավոք բոլոր տենդենսներն է հիմա աշխարհը դարել է փոխվել է, այսինքն բոլորը ամենտեղ գնում են, բոլորը ամեն ինչի մասին շատ արագ իմանում են, լսում են, փոխվել է մի խոսքով այդ ինֆորմացիոն Դե նաև դա, այսինքն ինֆորմացիան շատ արագ է տարածվում ու անգամ եթե առաջ կային մարդիկ եւ նաև ցավոք բժիշկներ, որ հրաժարվում էին պատվաստումներից, չէին պատվաստում իրենց երեխաներին իրենց, հիմա այդ տենդենսը բնականաբար ավելի աշատացել, որովհետեւ հնարավոր է մարդկանց նաև կառավարել այս առումով, վախացնել, ինչ որ չէ որ այդ ամենը հիմնականում հիմնված է էմոցիաների վրա։ Այդտեղ գիտություն չկա, որտեվ գիտությունը տենց չոր մի բան է, թվերաբան, որը հետաքրքիր չի ոչ պացիենտին, ոչ երեխային, ծնողին, ոչ ոքի այդ թվերը հետ, երբ որ սկսում ես ինչ-որ թվերի մասով խոսալ, այսքան մարդ համահանում, այսքան բարդություն է, այս տոկոսում, այս ալինում, ոչ ոք էլ չի շարունակում քեզ լսել, բայց եթե մի հատ էմոցիոնալ մի բան են ասում, նույն համացանցում, մարդիկ դա հիշում են։ Ոնց եղավ օրինակ HPV պատվաստման այդ ամբողջ հիստերիայի ժամանակ, այո, գարդասիլներ, որը էլի կա, բայց պատկերացրեք այդ շլեյֆը եկել արդեն քանի տարի անց է, բայց չի անցել այդ շլեյֆը, то есть երբ որ մարդուն ասում ես, սենց այս տարիքն է ձեր բալիկի, որ սա պիտի ստանա, ասում է, հա, այդ էն է, չէ, մենք չենք անի, այսինքն չգիտեմ, ստեղ շատ կարևոր է բժշկի դերը։ Ճիշտ է, մեկական մի տոկոս մարդկանց, որ ինչ ուզում ես արա, իրենք իրենց համոզմունքները ունեն եւ միակ բանը, որ բժիշկը կարող է եւ պետք է անի, առնվազն ճիշտ տեղեկատվություն տա, տեղյակ պահի դրա մասին, որտեվ ասել, հա դուք չեք պատվաստվում, դե ես էլ ձեր հետ չեմ խոսա դրա մասին, չէ, այդ ճիշտ չի, պետք է ամեն դեպքում մարդու հետ խոսալ, հասկանալ ինչն է իր խնդիրը, եթե կարող ես բացատրես կամ եթե ինքը լսում է քեզ բացատրես կամ ամեն դեպքում տեղյակ պահես, մնացածը իր որոշումն է, այսինքն լավ չի, բայց դա էլ պիտի հարգես, իր սխալ որոշումն էլ պիտի հարգես, անգամ են, որ ասում են իմ երեխան իմ իրավունքն է, ես իրավունք ունեմ, այդ դեպքում ես միշտ ասում եմ ճիշտ եք, բայց մտածեք, որ երեխան էլ իրավունք ունի, առողջ մեծանա, առողջ ապրի, ու շատ բաների հասնի, բայց դուք դրանով սահմանափակում եք այդ իրավունքը, դա էլ մի քիչ մտածեք ու վերջ, մնացած ինքը պետք է որոշի։
Իսկ ձեր պրակտիկայում եղել է անուղելի դեպքեր, Իհարկե, շատ հաճախ։ որը պատվաստումների հրաժարումից է եկել։ Հետևանքներ։ Հա։ Իհարկե շատ է եղել, որ չպատվաստված երեխաները հետո գալիս են այդ նույն հիվանդությունը արդեն վերցրած, շատ դեպք եմ հիշում, երբ որ հենց կաբինետում զննման ժամանակ կապույտ հազով հիվանդ երեխայի մոտ սկսվեց այդ պրիստուպային հազը, որը իրոք երբ որ տեսնում ես ծնողի աչքերում է շատ վախենալու է ու հիշում եմ ոնց էր ծնողը նայում ես ու ասում դե մի բան արեք։ Այդտեղ իհարկե պետք է քեզ զսպես եւ չմեղադրես ծնողին, անգամ եթե ինքն է որոշում ընդունողը, ու բայց հետո բացատրես, հասկացնես, որ այս ամեն ինչը կարայինք կանխարգել էինք երեխան, այս sense օրեր, ժամեր չունենար կամ հիվանդանոց չընկներ կամ ծանր կարմրուկի դեպք չունենար։ Ասեմ ավելին, ես ինքս երբ որ երիտասարդ մամա էի, իմ աղջկա մոտ զարգացավ բարձր ջերմեց պատվաստումից հետո 3 օր շատ բարձր ջերմեց, դե ես էլ երիտասարդ մամա էի, ուսանող էի բժշկականի, շատ բաներ չգիտեի, կարելի ասել ոչինչ չգիտեի եւ դե վախ է բնական է ծնողի մոտ ու ինչ պետք է անեմ, իմ բժշկին պետք է լսեմ, նու երեխայի բժշկին։ Ու բժիշկն էլ ինձ ինչ խորհուրդ տվեց, եկեք այլևս այս պատվաստումով չպատվաստենք, այլ ավելի թեթևով պատվաստենք։ Այդ իհարկե հետո եմ Ուզի ասել թեթև։ Առաջ կար տենց բան, որ դիֆտերիա, փայտացում, հա, այն որ ինչ անում էինք, կապույտ հազի այդ բաղադրիչը չկար։ Այսինքն միայն փայտացում եւ դիֆտերիա էր, որը ճիշտ չի դրանով շարունակել։ Ինչևէ, դա հետո են անում։ Բայց մանկաբուժի խորհրդով, որտեվ ես դեռ բժիշկ չէի, որոշվեց, որ երեխայի պատվաստումները այդ թեթև, այսպես ասած, պատվաստանյութով կշարունակվի։ Անցավ գնաց, հետո անցավ տարիներ, դե ես մանկաբուժ եմ եւ հաճախ եմ շփվում հիվանդ երեխաների հետ, ու քանի որ ես նաեւ մեծահասակ եմ եւ շատ վաղուց եմ ստացել իմ կապույտ հազի պատվաստումը, ես վարակվեցի պացիենտից կապույտ հազ, տենց հաճախայի դեպ լինում, որ չնայած էլի տենց միֆ կա, հա, որ այդ հիվանդությունները մենակ երեխեքն են վարակվում, տենց բան չկա, ինչևէ, ես վարակվեցի կապույտ հազ, տենց տեղին կարգին կլասիկ վատ կապույտ հազ տարա, եւ ինչը ամենավատն էր, մինչեւ ես հասկացա, որ իմ մոտ կապույտ հազ է, ես արդեն վարակել էի երեխային եւ մեծը, ով այտենց թերի էր պատվաստված, ինքն է վարակվեց եւ ինքն էլ բավականի ծանր տարավ։ Իսկ փոքրը, ով արդեն ավելի լավ էր պատվաստված, ավելի ճիշտ, ինքը չվարակվեց։ Այսինքն անգամ մենք, հա, բժիշկներս էլի տենց կարող ենք նման իրավիճակներում հայտնվել, բայց դրա մասին պետք է խոսալ, որ այդ հիվանդությունները նաև մեծերն են հիվանդանում, որ մեծերը նույնպես ունեն իրենց պատվաստումները ստանալու, որ պատվաստումները դա մանկական պատմություն չի, մեծերն էլ ունեն կարիք եւ իրենց օրացույցը, այսպես ասած, ունեն։ Ու Հայաստանում հիմա այդ առումով բավականի լավ է։ Եթե առաջ օրինակ մեծահասակների թե փոքրահասակների առումով երկուսի էլ մեր օրացույցը շատ լավն է, եթե համեմատենք որոշ այլ շատ ավելի մեծ եւ հարուստ երկրների հետ եւ մեր ներկրված պատվաստանյութերը նույնպես շատ լավն են, բայց դրա մասին պիտի խոսանք, ոնց որ ասվել է մի բժշկի կողմից հայտնի, պատվաստանյութերը չեն օգնում, եթե իրենք սառնանում են դրած, իրենց պետք է պատվաստես, որ իրենք սկսեն օգնել, ինչը ցավոք այնքան էլ լավ չի, երեխաների շրջանում միգուցե ավելի լավ, բայց մեծահասակների առումով այնքան էլ լավ չի, որովհետև իրազեկված չեն, բժիշկները չեն խոսում սրա մասին, ժամանակ չունեն կամ ինչ-որ տենց թեթև ասում են, այնտեղ որտեղ ես եմ աշխատում եւ որտեղ ես եմ պատասխանատու, հա, բժշկական որակի համար, մեր մոտ դա ոնց որ արդեն սարքել ենք պարտադիր սկրիպտ, որ դա տևում է, չգիտեմ, մի քանի վայրկյան, լավ, մի րոպե։
Այսինքն գոնե մարդուն պիտի տեղյակ պահես, չէ՞, որովհետև դա իր ոլորտը չի, ինքը ինչ գիտի, որ տարիքում ինչ պետք է անի, ոնց ինչ, չէ՞, մենք ենք այն մարդիկ, ովքեր դրա մասին պարտավոր ենք տեղյակ պահել արդեն ըստ տարիքի, ինչ է իրեն հասնում եւ գոնե պիտի իրազել 1, 2, 10 մեկ այլ բժիշկներ կսկսեն խոսալ, մեկ այլ մասնագետներ բացի ընտանեկան բժիշկներից եւ մանկաբույժ թերապևտներից, որ սկսեն խոսալ, եթե բոլորը սկսենք մի լեզվով եւ մի բան ասենք, այն օր արդեն պացիենտը կհամոզվի եւ կհասկանա, որ հա, եթե բոլորը դրա մասին խոսում են, ուրեմն երևի կարեւոր է ու պիտի ինչ որ մի բան իմ առողջության համար ես էլ անեմ։ Օրինակ մի լեզվով խոսալուց գնաց խոսքը, ոնց կոմունիկացնել բժիշկներին, որ սկսած պոլիկլինիկայի բժիշկներից, վերջացած դպրոցում կցված բժիշկուհիներից կամ բժիշկներից, որպեսզի այդ ամբողջ շղթան փակ լինի ու աշխատի հստակ։ Կրթել։ Ես միայն կրթելու մեջ եմ այդ ամեն ինչը տեսնում, որովհետև եթե մարդ այդ մի ոլորտից տեղյակ չի, ինքը չի էլ խորհուրդ տա, ինքը իրեն էլ չի անի իր ընտանիքին, հա, վառ օրինակը մեր սեզոնային գրիպի պատվաստումը։ Ես բաց եմ թողել, վարակվել եմ։ No, what։ Ոչինչ, մյուս տարի կլրացնեք։ Ինչի մասին ամեն տարի խոսում ենք եւ գիտենք, որ մեր երկրում առաջինը արվում է ռիսկի խմբերին եւ բուժ աշխատողը այդ ռիսկի խմբի են, որ առաջի գծում է կանգնած։ Այդ այնց բաներից սկսած վերջացրած հեպատիտներից, որը ի դեպ էլի որպես բուժաշխատող բոլորս պետքա ստանանք, նաև ջրծաղիկից, հիմա նոր կարգավորում ունենք օրենքում, որ նաև ջրծաղիկ պետք է բժիշկը պաշտպանված լինի, որ եւ իրեն ապահովի եւ իր պացիենտներին, դել չասած մեր տարիքային կամ ինչ որ ռիսկերի հետ կապված պատվաստումները, նույն հղիները, նույն 65-ից մեծ տարիքով պացիենտները եւ այլն։ Կոմունիկացիայի մասով պետք է կրթել բոլոր ոլորտները, կապ չունի դա առաջնային օղակա, հիվանդանոցային օղակա, որովհետեւ այլ կերպ հնարավոր չի հասնել այդ համընդհանուր ինչ որ վիճակի, որ կապ չունի, եթե մարդու փայծաղը հեռացրած է եւ օրինակ է, հիվանդանոցում իրեն ոչինչ չեն ասել, ուղղակի փայծաղը հեռացրել են ու ասել են վերջ, ազատ ես, կարող ես գնալ տուն։ Այո, հետո վերադառնա առաջնային օղակ, մեկի առաջնային օղակի բժիշկը ասի ոնց, բայց այս չեն նշանակե, բա այս պատվաստումը չեն ասել, իսկ մենք գիտենք, որ նաև կա հատուկ խմբերի, այսպես ասած, պատվաստումներ, այսինքն, եթե մարդ իմունիտետի խնդիր ունի, եթե փայծաղ չունի, եթե այլ ինչ-որ վիճակներ ունի, իրեն հերիք չի այդ պատվաստանյութերն են պետք, մի հատ էլ լրացուցիչ պաշտպանություն է պետք, այլապես մարդ ռիսկի մեջ է։ Ուզեմ նշեք այդ պատվաստանյութերը, որ մեզ նայող մասնագետները տեղեկացված լինեն, եթե տեղեկացված չեն։ Դե օրինակ նույն փայծաղի հեռացման դեպքում, եթե մենք գիտենք, որ դա արվում է, հա, սպլենեկտոմիաները, դա կարող լինի օրինակ հիվանդության ինչ որ որպես հիվանդության բուժման մի մաս, փայծաղը հեռացնում են, չէ՞, արյունաբանական ինչ որ խնդիրների։ Դա կարող լինի տրավմա, դա կարող լինի ինչ որ ուռուցքային խնդիր, որը պահանջում է փայծաղը հեռացնել։ Եթե դա պլանային է, 2 շաբաթ առաջ մարդ պետքա SSS պատվաստանյութերը ստացած լինի։ Դրանք մասնավորապես պնևմակոկային պատվաստումներն են, մենինգակոկային, հեմոֆիլուսային, ստեղե խնդիր ունենք, որովհետև պատվաստանյութեր կան, որ Հայաստանում հասանելի չեն։ Օրինակ, հեմոֆիլուսային մոնովակցինան Հայաստանում չկա։ Այդ դեպքերում մենք ստիպված գրում ենք պացիենտին, ասում ենք դուք սա պիտի ստանաք, դե ամեն մեկը ոնց որ իր հարցերը, այո, մտածում է ոնց լուծի։ Դա մատչելի է, թե այդքան էլ չէ։ Մատչելի է, բայց մարդ պիտի գնա այդ երկիր, գնի պատվաստանյութը կամ գնա այդ կենտրոն, նենց չի, որ շատ մեծ ծախսեր է պահանջում, բայց ամեն դեպքում իդեպ կողքի երկրում կա այդ պատվաստանյութը, ինչը լավ չի, որտեվ գոնե առնվազն մենք էլ կարող էինք այնպես անել, որ բացի այս ազգային մեր օրացույցի
պատվաստանյութերից մենք ունենանք նաև լրացուցիչ մի տեղ, որտեղ մարդ կարա ցանկացած այլ պատվաստանյութ, կախված իր առողջական վիճակից կամ ճանապարհորդում է այլ երկիր կամ մեկ այլ ինչ-որ խնդիր է կարողանա ստանա։ Ցավոք տենց մի տեղ, որտեղ բոլոր հնարավոր պատվաստանյութերը կան, տենց չունենք։ Ցավոք, բայց հուսում եմ կունենանք։ Ես էլ։ Այ կուզեմ նաև խոսենք հղիներից, հղիների դեպքում հատկապես պատվաստանյութերը, պատվաստումները, բուժումները եւ այլն շատ ավելի մանրակրկիտ sense միկրոսկոպով նայում են մարդիկ, ու շատ բժիշկներ հրաժարվում են որոշակի պատվաստանյութերից։ Ինչն է խնդիրը այս մարդկանց մոտ։ Տեղեկատվության պակասի խնդիրն է, թե ավելի շատ վախերն են, որ մի բան սխալ կգնա ընթացիկ։ Դե վախնել գալիս է ինչ որ մի այդ կրթական, այսպես ասած, գեփից, հա, то есть ինքը տեղ կրթական խնդիր ունի, ինքը այդ մասը չի անցե, ու այո, եթե մի բան լավ չգիտես, կասկածում ես կամ լսել ես ինչ որ մեկից, որ այն ժամանակ սենց բաներ ա եղել, բայց որը չի եղել, դու իհարկե վախենում ես, դու մտածում ես, ես մի բան խորհուրդ կտամ, հետո մի բան կլինի, կգանք ասեն, իսկ պացիենտը դա զգում է, երբ որ մարդ վստահ ասում է մի բան, որի մեջ ինքը համոզված է, որը ինքը կաներ իր համար, իր ընտանիքի, իր, չգիտեմ, հարազատի, պացիենտը դա անմիջապես զգում է։ Իսկ եթե դու իմիջայլոց ես ասում կամ տենց ձեռքի հետ ես ասում կամ վախենալով ես ասում, էդ էլ ասում պացիենտը ու երբեք քո խորհրդին չի հետևի, որտեղ ինքը գիտի, որ դու ինչ ես ասում, ինչ մտածում ես։ Ինձ թվում է, որպես բժիշկ հասկանում եք ինչ եմ ասում։ Շատ եմ հասկանում, բայց մի հատ պրովոկացիոն հարց տամ։ Ըստ ձեզ, պատվաստումները պետքա պարտադիր լինեն, թե այս ընտրողական վիճակը ճիշտ է։ Երբ որ ես իմ, հա, այսպես ասած, կարիերայի սկզբում ավելի տենց կտրուկ էի այդ ամեն ինչի հանդեպ եւ մտածում էի, որ ինչ ենք մենք թույլ տալիս, որ պացիենտը ասի ոնց ու ինչքան հիվանդություն է դրա համար տարածվում, ուրիշ մարդիկ են տուժում, ովքեր ինչ պատճառով չեն կարա ստանան, բայց վարակվում են, որտեվ տարածվում է եւ այլն եւ այլն։ Ու պետքա, չգիտեմ, օրենք լինի ոնց դրսում է, հա, շատ երկրներում մենք գիտենք, որ եթե երեխան SSS չունի, ինքը չի կարա հաճախի ինչ տեղն, ինչ տեղը, եթե ավելին ինչ որ դու պատրաստվում ես գնաս մեկնես այլ երկիր, նույն ԱՄՆ-ն, հա, եթե դու SSS չունես, դու ընդհանրապես չես էլ կարա մտածես գնաս այդ երկիր, կամ եթե դու բժիշկ ես, պետքա գնաս ինչ որ վերապատրաստվես, իրանց հետաքրքիր չի դու ինչ ես ստացել, եթե դու SSS իրենց պահանջները չանես, դու չես կարող ոտք դնես այդ հիվանդանոց, եւ դա նորմալ է, դա իրենք առաջինը իրենց մասին, իրենց պացիենտների մասին եւ իրենց երկրի մասին են մտածում։ Իսկ հետո ես հասկացա, որ քանի որ մենք բժիշկներս, մեր բժշկական համայնքը մի լեզվով չենք խոսում, մի բժիշկը կարա մի բան ասի, կողքի սենյակի բժիշկը այլ բան, այն մյուս կենտրոնի բժիշկը ընդհանրապես այլ բան, մենք իրավունք չունենք պացիենտին պատժենք, նման միջոցներ կիրառենք, քանի դեռ մենք մեր մեջ մի կարծիքի չենք եկնում, մի կարծիք սխալացի, կարծիքը մեկ, գիտությունը մեկն է, մնացած ամեն ինչը միֆեր է, քանի մենք չենք միավորվել գիտության շուրջ եւ տարբեր բաներ ենք խոսում, միգուցե բժիշկներից սկսենք ինչ-որ կարգավորումներ։ Իմ կարծիքով լավ կլներ, երբ որ չնայած դրա մասին խոսվում է, որ օրինակ բժշկական հաստատություններում պատվաստումները բժիշկների դարձնել պարտադիր եւ այլն, բայց դեռ դա կարծում եմ ուղղակի խոսվում է, հստակ որևէ բան չկա, որտեվ նույն գրիպի օրինակով, հեպատիտ B-ի օրինակով տեսնում ենք, որ առայժմ դա էլ չի աշխատում։ Բայց սեփական առողջությունից ելնելով գոնե հեպատիտ B-ի դեմ պատվաստումը ցանկալի է։ Նաև գրիպը, ինչի՞ չէ։ Դե ունենք ես ասի, ես ջահել եմ ինձ բան չի կպտի։ Ցավոք տենց չի աշխատում։ Նաև ջրծաղիկը, որովհետև եթե մարդ օրինակ կամ հա դուք գրիպ հիվանդացաք,
ձեր պացիենտները պետք է գային բուժում ստանային եւ ստիպված չեկան, այսինքն ինչ որ չափով նաեւ պացիենտին վնասեցինք։ Համաձայն եմ։ Այսինքն դա փոխկապակցված է, նաեւ ստեղ կարելի է հիշել կոլեկտիվ իմունիտետ հասկացության մասին, չէ՞, որտեվ որ ասում են ես չեմ պատվաստվում ու դա իմ իրավունքն է, այսինքն ել մի շարունակեք բժիշկ։ Okay, դա ձեր իրավունքն է, բայց դուք չեք ապրում կղզում, դուք ապրում եք սոցիումի մեջ։ Ձեր որոշումով դուք ազդում եք մնացած բոլորի վրա, սկսած ձեր ընտանիքի անդամներից, վերջացած ձեր պացիենտներով եւ այն մարդկանց, ում հետ շփվում եք, որտեվ եթե դուք վարակվեք, չէ, որտեվ պատվաստված չէ կամ ձեր երեխան կամ ինչ որ մեկը եւ գաք միտեղ վարակեք այն մարդուն, ով ասենք թե բժշկական հակացություն ունի, չգիտեմ, իմունոդեֆիցիտ ունի, իրեն չի կարելի կարմիր կամ նույն հղին, ում կարմրուկը հակացուցված է հղիության ընթացքում, կամ օրինակ բալիկը, ով դեռ մի տարեկան չկա, չէ, որտեվ գիտենք կարմրուկը անում են 1 տարեկանում, ստացվում է, որ դուք իրենց համարել եք որոշում ընդունում, այսինքն հենց դա է կոլեկտիվ իմունիտետ, ասած ենք բոլորս բոլորի համար պատասխանատու ենք։ Ես պատվաստվում եմ, այն ինչը պատվաստվում է, մենք ստեղծում ենք ինչ-որ մի շերտ իմունիտետի եւ պաշտպանում ենք նաեւ այն մարդկանց, ովքեր ինչ պատճառով այդ շերտը չունեն, իմունային պատասխան չունեն, իմունոգլոբուլին չունեն, ինչ պատճառով, այսինքն տենց է աշխատում եւ երբ որ այդ իջնում է կրիտիկականի հիվանդությունը սկսում է տարածվել։ Ոնց եղավ մեր կարմրուկի այս մի քանի տարի առաջվա բռնկման հետ, որը իդեպ դեռ չի մարել, դեռ ունենում ենք դեպքեր։ Այո, այսինքն Հայաստանը այդ ժամանակ կորցրեց իր կարմրուկից ազատ գոտի ստատուսը։ Բայց ներթափանցված դեպքերը ինչ է, առաջի դեպքերը որ գրանցվել էին։ Այո, բայց ներթափանցված տենց մի քիչ հարաբերական բան է, որովհետև ամեն օր Հայաստան է գալիս շատ մարդիկ են եւ այն մարդիկ, ովքեր գնացել էին հանգստանալու հետ են եկել եւ այն մարդիկ որ ուղղակի այլ երկրից տեղ են եկել ու դա գնալով ավելի է ակտիվանալու մենք չենք կարող մեր կապսուլայում ապրենք այս փոխված աշխարհում ու արդեն ամեն ինչ փոխված է այդ առումով առաջ տենց չէր միգուցե նաև դրա համար տարածումը այսքան շատ չէր ու շատ ակտուալ չէր դա բայց հիմա այլ է հիմա տարբեր նույն օդանավակայան գնալը, հա, որ պացիենտները գալիս են, ասում են բժիշկ ջան, կասեք, գնում ենք, չգիտեմ, ծով կամ եսիմինչ, ինչ անենք, որ երեխան չհիվանդանա, մեր հանգիստն էլ լավ անցնի, ասում եմ առաջինը պետք է պաշտպանեք բալիկին, այսինքն պատվաստեք, որովհետև դուք գնում եք միտեղ նույն օդանավակայանը, որտեղ այնքան մարդ կա տարբեր տեղերից, տարբեր վիրուսներով եւ տարբեր կուտակումներով մարդկային, որ ամենավտանգավորը այդ ինչ որ միտեղ գնալու մեջ, դա հենց այդ մարդկային կոവിഡ് վառ օրինակ ստացվեց։ Վուհանից եկավ հասավ Երևան մնացած տեղերը։ Այո։ Մի հատ հարց կա, որ շատ կուզեմ մանրամասն քննարկենք, աուտիզմի ու պատվաստանյութերի միջև կապը թվացial։ Հա, սա էլ է այդ միֆերից մեկը, տենց շատ միֆեր կան, մենք օրինակ նույն մեր տրեյնինգների ժամանակ բժիշկների համար, բուժքույրերի կամ ծնողների հաճախ տենց այդ միֆերը առանձնացնում ենք, քննարկում ենք, որտեվ այո, մարդիկ ինչի չեն անում, որտեվ վախենում են հիմնականում տարբեր բաներից, այդ թվում այդ ձեր ասած կապից, որը ինչից է եկել, գիտեք վատը ինչն է եկել, այս նաև այս պատմության մեջ, որ օրինակ երբ որ բժիշկների հետ խոսում ես եւ ասում են, հա, դե սենց բան կա եւ ասում ես, օրինակ բժիշկ ջան, կպատմեք մի հատ այդ պատմությունը, ոնց է եղել, չգիտեն, ուղղակի լսել են բայց դա իհարկե նորմալ չի, որովհետև երբ որ այո մի բան լսում ես, պետք է հասկանաս այդ որտեղից է եկել, ինչ է եղել իրականում, չէ՞, իսկ իրականում այնքան կողքից բաներ ասենց ավելացել, որ արդեն էտել չէ, արդեն գալիս են կարմրուկի հետ չէ, ամեն ինչի հետ, բոլոր պատվաստումների հետ են սկսում ծնողները կապել նաև այդ վիճակները, իսկ իրականությունը է նա, որ 20 քանի արդեն 25 տարուց ավել 98 թվին մի բժիշկ, ով չեմ հիշում ինչ մասնագետ էր, գաստրոենտերոլոգ էր, եթե չեմ սխալվում,
որոշել է հետազոտություն անել 8 երեխայի վրա, 8 որովհետև այդ մի քանի անգամ կրկնել, որովհետև հետազոտության համար ընդհանրապես 5 չի։ Հիմա այդ абսուրդ է թվում ու ամենավատն էլ այդ պատմության մեջ նա էր, որ շատ հեղինակավոր ամսագիր, հա, Lancet-ը, գիտեք երևի, չգիտես ինչի տպագրել է այդ հետազոտությունը, ինձ թվում է խնդիրը այդտեղ է սկսել, որ չի ուսումնասիրվել հիմքերը եւ այլն, ինչևէ։ Եվ այդ մի քանի բալիկի վրա բժիշկը փորձել է հայտարարել է, որ այդ բալիկները ԿԿԽ-ն ստացել կարմիր ու կարմրախտխոզուկ պատվաստումը եւ ինչ որ ժամանակ հետո ինչ որ պեպտիդներ առաջացել իրենց աղիներում, որտեղից եւ ներածծվել արյուն, գնացել է ազդել է ուղեղի վրա եւ իրենց մոտ զարգացել է աուտիզմ, ասենց կարճ ասած պատմությունը դա էր ու դե բում ա եղել բնականաբար, որտեվ աուտիզմի պատճառը պարզ չի, մինչև օրս էլ կան տարբեր վարկածներ, գենետիկ վարկածը, ինչ-որ միջավայրի տարբեր տոքսինների ազդեցության վարկածը, բայց դեռ հստակ սենց մի պատճառ, որ գիտենք, այ աուտիզմի էս գենն ա, կամ ինչն ա, այտենց դեռ չունենք, իսկ այն ժամանակ էլ ավելի պարզ չէր, իսկ մի բան, որ պարզ չի, շատ հեշտ է միշտ պատճառը, այո, գտնել պատվաստման մեջ։ Ու տենց տարածվել է, դրանից հետո բնականաբար գիտական աշխարհը սկսել է հետազոտել, որտեվ իրականում նենց չի, որ պատվաստանյութերից ինչ որ կողմնակի երևույթներ չեն լինում, բայց դրանք հայտնի են, դրա մասին մենք հստակ խոսում ենք պացիենտի հետ, բացատրում ենք, որտեվ առհասարակ բժշկությունը, գիտեք, ինքը առանց կողմնակի ազդեցությունների չի կարա լինի, որտեղ բժշկություն, այնտեղ կողմնակի ինչ որ մի բան, ցանկացած դեղորայք, բայց դրա մասին խոսում են, հետազոտվում են, մոնիտորինգ է արվում եւ հետո, երբ որ արդեն վակցինան գալիս է արդեն ով պիտի ստանա, հա, բժշկական հիմնարկ եւ այդ մոնիտորինգը ամբողջ աշխարհում կա, այդ թվում Հայաստանում, ինչևէ, սկսեցին հետազոտել ԿԿԽ պատվաստանյութը։ Կներեք Հայաստանում էլ են հետազոտություններ իրականացվել, թե համաշխարհային տվյալների վրա ենք հիմնվում։ Համաշխարհային տվյալների վրա ենք հիմնվում։ Հայաստանում պատվաստանյութերից առաջացած այդ կողմնակի էֆեկտների մոնիտորինգը կա, այսինքն եթե որևէ բալիկի մոտ SSSS ռեակցիայից անսովոր ռեակցիա է զարգանում, ցանկացած հիմնարկ, որը հայտնաբերել է դա եւ նաեւ առաջնային օղակի բժիշկը պարտավոր է հատուկ ձևաչափով հայտնել դրա մասին համապատասխան հիմնարկին։ Եվ նա էլ արդեն ուսումնասիրում է, հայտնում է, չգիտեմ, ԱՀԿ-ի համապատասխան բաժնին եւ այլն եւ այլն։ Եվ այս դեպքում այդ աուտիզմի եւ ԿԿԽ-ի այդ պատմության մեջ շատ հետազոտություններ արվեց տարբեր երկրներում ստացած, չստացած երեխեքի շրջանում, ինչը փոխվեց, մի խոսքով, այնքան հետազոտություն, ինչքան արվել է ԿԿԽ-ի մասով, եւ երկրորդը տենց պատվաստանյութը կարամ ասեմ, որ երևի թե Gardasil-ն էր, որտեղ էլի նույն տենց վատ պատմությունները եղավ Gardasil-ի հետ, այդ երկու պատվաստանյութը երևի կարելի ասել ամենաուսումնասիրվածն են, չափից շատ, որտեվ անկախ էս շոու ծրագրերից, միֆերից, ինչ որ sense հայտարարություններից, պատվաստանյութը իր հետազոտության փուլերը անցնում է, դա պարտադիր պայման է, որ ինքը հասնի պացիենտին։ Լաբորատորիայում, չգիտեմ, առաջի փուլ, հետո կլինիկական հետազոտության, ինչ փուլ, այնքան մարդու վրա, այսքան մարդու վրա վերջինն էլ այդ ամենա ոնց որ հավաստի այդ երրորդ փուլն է, որը անցնում է եւ դրանից հետո դիմում են որպիսի լիցենզիա ստանան ու շատ պատվաստանյութեր այդ փուլը չեն անցնում։ Շատ քանի տարի արդեն միավի դեմ են, չէ՞, փորձում պատվաստանյութ ստեղծել, այլ շատ բակտերիաների նույն ստրիպտակոկի եւ այլն, բայց ինչ որ մի փուլից սկսած իրենք չեն անցնում այդ հավաստագիրը, սերտիֆիկատը չեն ստանում։ Այսինքն ասածս այն է, որ եթե հասել է մեզ, այդ շատ բաներ արդեն ստուգվել է։ Ու այդ բոլոր միլիոնավոր երեխաների վրա ստուգված ԿԿԽ-ն,
որևէ մի հետազոտություն չեք գտնի, եթե գտնեք, ասեք, մենք էլ կարդանք, բայց չեք գտնի, որտեղ ապացուցել են կապը ԿԿԽ-ի եւ աուտիզմի։ Այսինքն աուտիզմի պատճառը մենք չգիտենք, բայց հաստատ գիտենք, որ դրա պատճառը ԿԿԽ-ն չի։ Որովհետեւ շատ բաներ կա, որ օրինակ աուտիզմի կրիտերիաներն ա փոխվել, հա, շատերը ասում են շատացել է քանակը, այո, բայց նախ կրիտերիաներն ա փոխվել, ինչ որ մի պահից սկսած, նույն Հայաստանում, կարող եմ մեր օրինակը բերեմ, մի քանի տարի, կարծում եմ 7-8, միգուցե ավել, մենք սկսեցինք սկրինինգ անել, հենց հատուկ 18 ամսեկանում կա հարցաշար, որ մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը պարտավոր է սկրինինգը կատարի եւ ըստ արդեն պատասխանի բալիկին ուղղորդի համապատասխան մասնագետի։ Իսկ առաջ դա չի արվել, դա չի եղել մեր երկրում, այսինքն որոշ դեպքեր բաց են թողնվում այդ ախտորոշման մասով եմ ասում էլի, այսինքն շատ ուրիշ պատճառներ կա, որ աուտիզմը շատացել է, բայց դա հաստատ պատվաստանյութը չի։ Շատ լավ որ հետազոտությունները կան, բայց մեկը մարդկանց մոտ մեկը երևակայելու process-ը շատ վառա ու շարունակվում է անգամ հերքող հետազոտություններից հետո ամենավտանգավոր կետը ինձ թվում է այստեղ է սա։ Գիտեք ինչ, որ պահից որ պատվաստանյութերը ստեղծվել են, իսկ այդ արդեն 200 տարուց ավել է։ Այդ նույն վայրկյանից ստեղծվել է հակապատվաստումային շարժումը։ Ինձ թվում է այդ մարդու էության մի մասն է, եթե մի բան կա, որ ասում են սենց անենց է, միշտ կա մի խումբ մարդկանց, որ ասում է չէ, դա տենց չի։ Էլի գալիս ենք սկզբին, որ էլի տեղեկատվության պակասի խնդիր կա։ Ու նաև մարդ կային, ինչ որ պսիխատիպ կա, հա, այսպես ասած, որ իրենք ամեն ինչ հերքում են, ամենտեղ փնտրում են ինչ որ թեորիա զարգվելը։ Դավադրության տեսություն։ Այո։ Դա չես կարող փոխել, բայց պիտի գոնե տեղեկացնես, մնացածը իր որոշումն է, իր երեխայի, հա, նաև ծնողի վրա է դա։ Իդեպ Հայաստանում փոխվեց որոշ բաներ են առումով, որ արդեն իսկ 16 տարեկանից երեխային իրավունք է տրվել, որ ինքը որոշում կայացնի իր միջամտությունների, այդ թվում պատվաստումների վերաբերյալ։ Դա ողջունելի է, որտեղ նույն Գարդասիլի մասով ստացվում է երեխան ստիպված է լինում հետևել, հա, ծնողի այդ որոշմանը, որտեվ այլ տարբերակ ոչ ոք իրավունք չունի անել։ Եվ ծնողը ասում է, չէ, մենք չենք անելու, ասում եմ, միշտ դեռահասին եմ, հա, շրջվում, ասում եմ, սա քո ծնողի որոշումն է, մենք պարտավոր ենք հարգենք, այո, իրա չգիտեմ ինչի այդ որոշումը կայացրել, բայց դա իր որոշումն է, բայց դու մեծ մարդ ես եւ վաղը մյուս օրը դու ինքդ ես պատասխանատվություն կրելու քո առողջության համար, իսկ սա если что 6 քաղցկեղի դեմ պաշտպանություն է, 6 տեսակի քաղցկեղի դեմ։ Եվ երբ որ մեծանաս, փառք Աստծո հիմա տեղեկատվության պակաս չկա, դու ինքդ ուսումնասիրի այդ հարցը եւ դու ինքդ որոշի, ուզում ես ստանաս թե ոչ, որտեվ դա քո առողջությանն է վերաբերելու եւ քո ամբողջ կյանքի բարեկեցությանը եւ որակին քո կյանքի։ Այս պատվաստումների վերաբերյալ մի հատ այլ հարց տամ, Երևանում է պատկերը ավելի լավ, թե մարզերում, եթե ունեք տեղեկատվություն նման։ Կարծում եմ մարզերում։ Բայց մարզերում սովորաբար մենք մեր մեջ պատկերացնում ենք, որ մարզերում ավելի տարիքով, ավելի հին կրթությամբ մասնագետներն են նստած ու հետեւաբար դիսոնանս է առաջանում, ինչի է այդպես, եթե այնտեղ կրթությունը կոպիտ ասած հին լադի վրա հին ձևով է, այստեղ նոր կրթություն ստացած մարդկանց մոտ խնդիրը որն է։ Ես պետքա չհամաձայնվեմ այդ հին կրթության հետ, որովհետև առիթ չթարմացված կրթության ձևակերպեմ։ Էլի չհամաձայնվեմ, որովհետև առիթ ունեցել եմ մարզերում այցելել ինչ որ եւ մեր Վիգմորի հա շրջանակներում եւ այլ ծրագրերով տարբեր դասախոսություններ կարդալ, կոնսուլտացիաներ անցկացնել եւ ես շատ զարմացել եմ
գոնե առաջնային օղակի շատ բժիշկների, ոչ բոլոր, բայց շատ բժիշկներ կան առաջնային օղակում մարզերում, որ շատ լավ ոնց ասեմ, այս տրեյնինգներ անցած են, գիտեք նաև ինչի, որովհետև շատ դասախոսություններ կազմակերպվում էր առաջնահերթ մարզերում եւ հետո արդեն Երևան կամ հասնում էին կամ չէ։ Դրա համար այդ առումով մարզերը շատ ավելի կրթված են եւ մի բան էլ կա մարզում, որ բժիշկը ինքն իրա ոնց որ պատասխանատուն ամեն ինչի ինքն է։ Այստեղ մի քիչ այլ է։ Այստեղ կողքը են մասնագետն է, այն մյուս կողքը են մասնագետն է եւ հաճախ ոնց որ այդ որոշումները ընդհանուր են կայացում։ Այնտեղ չկան այդպես նա, այո։ Եվ մարդիկ ուզեն թե չուզեն շատ ավելի կրթվում են, կարդում են, տեղեկացվում են, կոմունիկացվում են այլ բժիշկների հետ, որպեսզի իրենք կարողանան ինչ-որ բանով, նենց որ այդ առումով մարզի բժիշկները շատ ավելի շատ հարցերում առաջ են։ Ինձ թվում է կներեք վստահության հարցն է այստեղ նաև, որովհետև եթե մարզի բժշկին ոնց որ վստահում են այդ ամենը, այդ իրենց առողջության, նաև վստահում են ու չեն էլ դրա մասին ինչ որ վիճաբանում պատվաստումների հարց։ Հեսա ուրեմն հեսա վերջ քննարկելու բան չկա։ Բժիշկն ասել է ուրեմն։ Չգիտեմ հետո ոնց կլինի տենդենսը, բայց այսօր հաստատ մարզերում ավելի լավ վիճակ է։ Հիմնականում իհարկե կան առանձին վատ օրինակներ, բայց հիմնականում ավելի լավ է։ Իսկ ինչ աղբյուրներից խորհուրդ կտաք, առաջնային աղբյուրը որտեղից օգտվեն բժիշկները։ Բժիշկները։ Որտեվ հաճախ նույն պացիենտներն է, որ գալիս են, մենք սենց այս կարդացինք, ասում եմ, այդ շատ լավ է, որ դուք կարդում եք։ Բայց ինչ հասկացաք։ Բայց թույլ տվեք, ես ձեզ հուշեմ ինչ կարդաք կամ ինչ աղբյուրներին հետևեք։ Էն էլ հիմա, որ ամեն տեսակի աղբյուր կա։ Բժիշկների մասով բնականաբար դա պետքա լինի այն բոլորիս հայտնի, ինձ թվում է ամեն ոլորտում մարդիկ գիտեն իրենց այդ այսպես ասած վստահելի աղբյուրները, մանկաբույժների համար դա AAP-ն է, ամերիկյան մանկաբույժների ասոցիացիայի կայքը, CDC-ն է բոլորիս համար, չնայած վերջի ցավոք ամիսներին տեսնում ենք, որ CDC-ն մի քիչ շատ անհեթեթ հայտարարություններ եւ որոշումներ ցավոք կայացնում ու այդ շատ վատ է, գիտեք իրականում, որովհետեւ մի կառույց, որը տարիներ ի վեր բոլորի համար եղել է տոփ, հա, ինֆորմացիայի աղբյուր, որ գիտենք, որ CDC-ն սենց ասեց, ուրեմն դրա տակ շատ բազմաթիվ հետազոտություններ է, ապացուցահեն բժշկություն է, մի խոսքով, բայց ցավոք այսօր որոշ հանգամանքներից ելնելով, այսինքն բժշկություն մտել է, ստացվում է քաղաքականությունը, ինչը շատ վատ է։ Բժշկության մեջ քաղաքականության մասը պետք է կամ չլինի, կամ լինի չնչին։ Իսկ այսօր ստացվում է թելադրում են CDC-ն ինչ ասի, այս կանցնի կգնա, քաղաքականությունը կփոխվի, լիդերները կփոխվեն, բայց CDC-ի վստահությունը կարող է շատ երկար տևի, մինչև վերականգնվի կամ միգուցե չէ։ Նույն ձև ոնց որ աուտիզմի հետազոտությունը եղավ, դա CDC-ի ազդեցությունն է լինելու ինձ թվում է։ Չգիտեմ, տեսնենք, բայց այս պահին ասցի CDC ու հիշեցի, որ վերջի գոնե երկու հայտարարությունը անհեթեթ էր CDC-ի կողմից, այսինքն չեմ էլ ուզում կրկնեմ եթերում, այո, եւ նաեւ ԱՀԿ-ն դեռ շարունակում է adekvat լինել եւ ԱՀԿ-ի աղբյուրներից բժիշկները պետք է եւ արտավոր են օգտվել, հատկապես որ ԱՀԿ-ն ամեն պատվաստանյութի եւ այս կառավարելի հիվանդությունների վերաբերյալ ունի այսպես ասած position paper, որը ժամանակ առ ժամանակ թարմացնում է նոր տվյալներով եւ ինչ որ նոր խորհուրդներ է տալիս, արդեն ըստ դրա երկրի այդ կառույցը որոշում է իր երկրում որը կիրառի, այս ինչ պատվաստանյութը նորներ, մուծիկ ամեն ինչի, օրացույցը փոխի եւ այլն եւ այլն։ Եվ թե վերջին հարց տամ, ըստ ձեզ ինչքան կտևի Հայաստանում այս
բարվոք վիճակը պատվաստանյութերի հետ կապված, պատվաստումների հետ կապված։ Բարվոք ճակերտներում։ Ճակերտներում, հա, որովհետև իմ պատկերացմամբ շատ ավելի բարձր պետք է լիներ պատվաստվող մարդկանց քանակը։ Ինչից ելնելով։ Լավատեսությունից։ Առանց ինչ որ գիտական այնքի։ Նայեք, իմ էլի եկանք նրան, որ պետքա կրթել։ Մինչև կրթական մակարդակը մեր սոցիումի չբարձրանա, ավելի վատ է լինելու։ Բայց այդ կրթությունը պետք է սկսել փոքրուց, մանկապարտեզից, պետքա բալիկին սովորացնել ինչա պաշտպանությունը, ոնց, ինչ, չգիտեմ, ոնց փռշտա, ոնց հազա, ձեռքերը ոնց լվա, այս դեպքում ինչ անի, որ կան sense բաներ, պատվաստումներ, հիվանդություններ, միկրոբներ, այս ինչ են, հետո շարունակել այդ նույնը դպրոցում։ Ոնց որ արվում է շատ երկրներում, որտեղ կրթությունը ավելի մի քիչ այլ մակարդակի վրա տեղից է պետք սկսել, որտեղ այդ նույն մարդիկ, ծնողները, ովքեր այսօր հրաժարվում են, նրանից է, որ հա, ինչ որ մի ազդեցություն ընտանիքն է թողել, բայց ինչ որ չէ, շատ մեծ ազդեցություն կրթությունն է թողել։ Այսինքն մարդիկ սովորել են ուղղակի լսել ինչ որ մի ռոլիկ, բլոգեր, չգիտեմ ինչ, առանց ստուգելու այդ ինչ է խոսում, որ աղբյուրից է խոսում։ Այ դրա համար ես չեմ սիրում, գիտեք, լսել, որովհետև ես պիտի տեսնեմ, կարդամ, իմանամ աղբյուրը։ Իսկ խոսալով մարդ ամեն ինչ կարա ասի, տենց եթե շատ համոզիչ ասի, մի քիչ շոու անի կողքը, բոլորը մտածում են դες ինչ խելոք բաներ է խոսում։ Ու տենց ցավոք հետևում են, բայց նույն այդ մանկապարտեզից պիտի սովորացնել, որ ինֆորմացիան շատ է ու տարբեր է, ու դուք պետք է զտեք, հա, որը ճիշտն է, որը սխալն է, ու այդ ոչ միայն պատվաստումներին է վերաբերում, այդ ամեն ինչին, այլապես մարդուն բարդ կլինի, եթե տենց մարդուն հեշտ կլինի կառավարել, մարդը մի քիչ կրիտիկ լինի, հա, այդ առումով մտածի, ճիշտ է ասում, խելքին մոտ է, այս տենց կարևոր բաներ է, որ պետքա փոքրուց սերմանել, այս մի քիչ կրիտիկ լինելը, մի քիչ ինքս ուսումնասիրեմ, տեսնեմ, ոչ թե ինչ որ ասում են, ես տենց հավատամ։ Ձեզ խնդրելու եմ, որպեսզի ձեր նշած կայքերի հաղումները տակ, որ տեղադրեմ, մարդիկ սիրով օգտվեն։ Իրենք 99%-ով անգլալեզու են, միայն ԱՀԿ-ն ունի ինչ որ մի կտոր, որը ռուսերեն է, բայց հիմա համոզված չեմ, որ շատ լավ է թարմացվում է, մնացածը բոլորը անգլալեզու են եւ նաեւ մեր ՀՎԿ-ակի, հա, օֆիցիալ մարմնի, որը հիվանդությունների վերահսկման կենտրոնի կայքը, որտեղ էլի շատ նյութեր կա, որը կարող է օգտակար լինի այն մարդկանց, ովքեր լեզվի խնդիր ունեն, դրանից էլ եթե օգտվեն, էլի ինֆորմացիան ինչ որ չափով կթարմացվի այդ մասով։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ինձ շատ հետաքրքիր էր։ Շատ ուրախ եմ, որ օգտակար էր։ Շատ լավ անցավ ու դիտողների համար օգտակար կլինի այս ամեն ինչը տեսնել ու վերանայել որոշակի սկզբունքներ։ Բաժանորդագրվեք ալիքին, հետևեք նորություններին, medicarm.am-ով շուտով որ թարմացվել է, կստանաք ավելի հետաքրքիր նորություններ, ինֆորմացիա, դասընթացների մասին տեղեկատվություն, ինչպես նաև ոդքասթները կարող եք գտնել այնտեղ։